Քրիստոսով սիրելի քույրեր եւ եղբայրներ, ողջունենք յուրաքանչյուրը մեր բապական փրկին մեր Հիսուս Քրիստոսի անունով։ Բարի եկած եք ով Աստծո ժողովուրդ, բարի եկած եք ով Տիրոջ սիրելիները։ Բարի եկած եք դուք բոլորդ, որ այսօր հատուկ Տիրոջ կողմեն ընդրված եք, որովհետեւ այս պահվան մեջ ներկա ըլլակ այս վայրի մեջ։ Սուրյահայրու հոգևոր եղբայրացության, վարչության եւ յուրաքանչյուր անդամի անունով ողջունենք յուրաքանչյուրդ։ Բարի եկած եք ձեր երկնավոր հորոտունը։ Աստծո փառք կտանք այսօրվա համար, այս պաշտամունքին համար։ Եվ կհավատանք, որ Տեր իր խոստումին համաձայն մեր մեջ ներկա է։ Հատուկ բարի կարուստ կսենք բոլոր անոնք, որոնք առաջին անգամ մեր մեջ ներկա կգտնվին։ Նամանավանդ Միացյալ Նահանգներեն, ունին Շիկագոյեն, Մարի քույրը եւ նաեւ Փասադինայեն, Ժուլիետ եւ Մարի քույրերը։ Նաև բոլոր անոնք, որոնք երկար բացակայության եւ այսօր մեզի հետ են դարձյալ ողջունենք յուրաքանչյուրին։ Աստծո փառք կտանք այս պատեհ առիթին համար եւ գիտենք, որ Տիրոջ նախասահմանության մեջ կար, որ այսօր այս վայրի մեջ մենք հավաքվենք։ Եվ սիրներ յուրաքանչյուրս կրնանք այս պաշտամունքը սկսի Պողոս առաքյալի խոսքերով, որ գսե օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը, որ մեզ օրհնեց ամեն երկնավոր օրհնություններով, ամեն հոգևոր օրհնություններով երկնավորներու մեջ Քրիստոսով։ Ինքնին այս պահը մեծ եւ հոգևոր օրհնություն մնե։ Երկնային օրհնություն մնե, որ Տերը մեզի կշնորհե, որ մենք ամեն անգամ հավաքվենք իր անունով եւ վայելենք իր ներկայությունը եւ վայելենք իր զորությունը։ Մանավանդ այսօր սիրելիներ, փառք կտանք, որ մեր մեջ կգտնվին հալևի մեր սիրելի քույրերը եւ եղբայրները։ Հալելի հայ առաքելական եկեղեցու հոգևոր եղբայրացության 3-4 ընտանիքներ այսօր մեր մեջ են։ Եվ մենք պաշտամունքը ամբողջությամբ, անշուշտ Տիրոջ ղեկավարությամբ, Տիրոջ գլխավորությամբ կհանձնենք մեր եղբայրներուն, որպեսզի այսօր պաշտամունքի ողջ ընթացքը իրենք վարեն։ Մեզի համար յուրաքանչյուրը սիրելի է, յուրաքանչյուրը մեզի համար հատուկ հիշադակություններ եւ լավ օրեր ունեցած եք միասին եւ այս պահը սիրելիներ ուրիշ բան չունենք կներիք, իրար մասին պիտի չխոսենք, իրար պիտի չգովենք, այլ այս պահվան մեջ մենք միմյան Տերը պիտի գովենք եւ Տերը պիտի մեզ արենք։ Թող օրհնյալ ըլլա իր ներկայությունը այս վայրի մեջ, թող ներկա ըլլա Տիրոջ գործը սիրելի քույրեր եւ եղբայրներ յուրաքանչյուրի բաժին թերելիքի մեջ։ Պիտի հանձնեմ Շիրազ եղբոր, որպեսզի իր առաջնորդությամբ, հարաբանության խումբը մեր խոսքով ծառայող Վահե եղբայրը հաջորդաբար մեզի ծառայի։ Հրաման եղբայր։ Իր ոտքի վրա դեղանյան ավտով, այդ շարականով Հիսուս Քրիստոսը, օրհնյալ է մեր Հիսուս Քրիստոսը։ Yeah.
քույրերը բարի։ Բարի գազեք վիրոս տան մեջ։ Ով աստծո ժողովուրդ, բարի գազեք վիրոս տան մեջ։ Ինչ մնացեցի ցանկալը։ Մեկ ընտանիք ենք, մեկ հոր գվատկանիկ, հզոր փանակ ենք, երբ այս բոլորին հետ խառնվի փառապանությունը եւ երկրպագությունը առավելի հզոր կդառնա։ Չենք դե ինչ կանով կհավատաս, որ երբ որ դու կփառապանես, Դեր Աստծո ներկա կլինի։ Սուպիտ եւ բանակ գարտան կսե այնտեղ ուտե որ 2-3 հոգի իր անվան տակ կհավաքվի, ինչ կլա դերը։ Իջնե գահանչի այդ խումբի վրա, 3 անցի վրա, այս մեծ խումբի վրա։ Եկուր մի թունք անցի դսե, երբ որ ես հիմա փառապանեմ, դեր իր աթորը պիտի ցկե եւ այստեղ պիտի կա եւ հնչի։ Գիտեք ինչ կա որ դերը կա եւ հնչի այս խումբի մեջ։ Ով է նա ինձ է։ Հրաշքներ մեկ։ Այլապողություն։ Զանազան բաներ կբալայք դուրեր է պարներ։ Եթե հիմատություններ ունիս, վստահ երկով իրի բժիշկր։ Որև եթե պամը գամենա դերը, կեմը մեկը չի գնամենա։ Եթե հարցեր, ծավեր, նեղություններ, դարաբանքներ ունիս, վստահ եղի, որ եթե դերը կա հանչի այս խումբի մեջ։ Գնալա, որ մեկ օրվա կամ մեկ ժամվա մեջ պարադյան մեր պար, գնալա, որ ժամանակ դև է, բայց անպայմանորեն գլա։ Որ դեր եթե որ պապակի, ոչ մեկ արկի չի գնամենա։ Ուրեմն հիմա, ասել որ այս դերնական օրվան մեջ, ես ամեն բան մեկ կոմիդից կեմ, իմ հարցերս, իմ նեղություններս մեկ կոմիդից կեմ, պետք է դրոնալ մեկ անցի վրա, որն անուն է Հիսուս Քրիստոս։ Եվ ես եկած եմ այս անձնավորության պաշտելու, մեծարելու, փառապանելու, ողջ փառքը իրեն ներկայացնել։ Եվ վստահ է, ովիդով կլիս։ Ամեն, պատրաստ եք փառապանության, եղբայրներ քույրեր պատրաստ եք, թող այս հզոր բանակը թող տրտա այսօր, թող այս բաներ ասպետ քիչ մփացվին լայնան, թող ժողովուրդ չփավի այս սրահի մեջ, մեր ցայները դեպի վեր հասնի, հրեշտակներն ամիանա մեր ցայներում հետ, հալելույա։
Ուրիշ շարունակենք։ Let's go.
Արյամ որով է մեզ թրգեց, մեր մեղքերը ներեց, շնչեց, մեզի ազատություն դրան։ Ամեն։ Գուրս երբայնս թաղված է իր հարություն բիդարնես։ Աղբանոցի մեջ է իր ծածր իր կեզ պարսացնեն։ Կուտգարությունները ոչնչանան ետում հսոր, զորավոր գտրիշ միրը կարնաս։ Աս միրըլաս, թակավորական սերուն, կահանայական սերուն, հալելույա։ Եկի այս մեր վերջին երկով, պարապանականս ենք ինչ կասր է երկեր մեծարել անունը, թուն իմ պրգիչս ես։ Անհատականս է կուրես է իմ պրգիչս ես, անսահման է սերս, երկերս կորդների դուպեցությունը, Ես քեզի համար, անհատական քեզի համար, երկինքը ցկեցի, վարիչար, չարչարվեցար, թավեցար, երկնա քեզի համար հարություն ակել, որպես իմ քոզ ես։ Ես եք դերը ինչ մեծ սեր ներգայացուց։ Եթե ասեր չլար իմ մեջը, եթե իմ սեր չլար, այս բաժինի չեր ուներ։ Չեք և մեզ մի ովքեր գնաց բաժինը, պաշտերը գդելի։ Կուկրուխույթ վրա կանյատ մազգա գիտեք։ Ով հաշվեր է։ Հաշվեր է։ Եվ կեզի գսե որ իմ աչքիս պիպիմ դես պիպիմ։ Հադուգ ես այսօր, գուրս և բայրս, հադուգ ես։ Ամեն։ Եվ կպարապանես նախթում կպոխվիս, դրամատություն կպոխվի, և կպարապանես ընտանիքըտ կպոխվի, և կպարապանես իրոչ ներգայություն գիշնա, ամեն պան կպոխվի։ Ով անդիմաց է իրոչ արջև և առանց պոխվելու ետ վերադարձել է։ Ետ ատպես վերադանաս սավալի է վիճակը։ Կաչալերվի, իրոչ արջև է, ըսը դեր ես այսօր կեզ կմիծան։ Սելով որ տուն իմ հայրն ես, փրգիչս ես, թագավորս ես։ Ասենք եկեք աշխարհը յաս երկով ասենք Տերն է իմ արքարի արկա։ Իմ ասվածս
ամեն բանի կարող է։ Բարձյալ է, հզոր է, գտիր է մեր վրան։ Ամեն։ Հալելույա։
Հարեց ես սիրելի եղբայր երկուներեր, իսկապես ինձ համար շատ մեծ ուրախություն է այս թիվով
մեր հավատացյալները, լեսներ եւ պայմանները քույրերը հավաքված Տիրոջ ներկայության մեջ փափակով նախ շնորհակալություն գարդին Աստծո այս մեծ ուրախ այս արիթին համար որ մեզ շնորհեց մեզի մեր դուներեն առաջնորդեց մեզ զորացուց որովհետեւ կանք իր ներկայության մեջ ինչու՞ համար որովհետեւ մեր հոգևոր սնունդը ստանանք մենք ֆիզիկական սնունդը առհասարակ ստանանք պատահում է մեզ կբավարարի բայց հոգևոր սնունդը այնքան կարևոր է որ շատ ավելին է ինչ որ ֆիզիկական սնունդը նախքան բնակրին անցնելը գուզեմ ձեզի հարցում մտա բայց պատասխանենք ասես եւ խոսություն միտենա արվիա կյանքի մեջ նեղություններ դժվարություններ ունենան կամ կասկած որոնք բարձավես պատեր են պատնեշներ են ձեզ մե ով ունի ձեր այն գաչությունը որ այդ պատին վրային ցածկե եւ կամ դե այդ պատը վերացնեն քեզի համար չկոյացնես այդ մեկը պատը վրային ցածկես գայ պիսի մեկը Չկա մի որ դժվարության թեմ եղած է եւ ինքս էլ ես բիհաղթեմ Աստվածին։ Այս դժվարություն պիտի կանտեմ։ Հալելույա։ Ուրիշ կան, հալելույա։ Ուրեմն կան տակնված է լերորդնեց ես։ Ուրեմն դժվարությունները անկասկած որ մեզ հանդիպին։ Երբ մենք փոքր էինք տեսնենք կանտիպեինք ասպիսի բادرում որպես դժվարություններ մեզի համար անհանգստացնող վիճակ մնե որովհետև արկետ կանտիսանը հասնելու մեր ցանկություններուն, մեր պապակներուն, մեր իծերուն, որովհետև բادرը մեզ կհերացնեն, կբաժնեն իրար մեջ։ Ամենատաժան բادر որ մենք այս կարելի բادرն են։ Ոչ Այն բادرն են, որ մենք մեր սրտին եւ հոգին մեջ կբացրացնենք։ Մենք կբացրացնենք։ Այդ բادرու շնորհիվ մենք մեզ իրավունք կտանք արհամարել դիմացինը, նեղացնել, վշտացնել, վիրավորել եւ ասել այս անձը ինձ համար հարմար չէ։ Այդ մեկը այնքան մոնություններով լեցուն, այնքան գամագույն է, որ կյանքին մեջ մարդ չգնալու։ Եվ շատ անգամ գանտիկնին գսելու Աստված իմ Աստված Աստված ինձի կպատկա ինձի կսիրի միան ինձի կսիրի ուրիշին Աստվածը չէ Աստված իմ միջոցով կգործի իմ միջավայրից միջոցով կգործի եւ ոչ ուրիշին այսպիսի բادر շատ անգամ մենք մեր սրտի մեջ կգերդենք Հիմա պիտի սերդենք կորձ արակելոց 19-րդ գլուխը պիտի գարտանք ու տապանցենք։ Ինչ են ասպատերը առհասարակ, եթե ոչ մեր նախաբաշարումները, ասկայնամոլությունը, մեր զանազան վախերը, որ գույնան, այս բոլորը մեզ գհերացնեն, ճշմարտութենեն, իրականութենեն։ Եկեք տապանցենք Սուրբ գրքի կորձ արակելոց գրքի մեջ հատվածներ պիտի գարտամ, որպեսզի կարողանան ամբողջությամբ ձեզի համար ընդունել։ Անհոր եւ որդու ոգնի սրբամեն։ Արաքյաններն ու եղբայրները, որոնք Հրեաստանի կողմերեն էին, լսեցին, թե հետամուսներն Աստծո խոսքը ընդունած են։ Երբ Պետրոս Երուսաղեմ գնաց, թլպատվածները ամը հետ կվիճեին։ Գսեն, թե Թուն անթլբատ մարդոց կողմդար և անոց հետ հաց կեզար։ Պետրոսարը սկսավ, պանեգար կողբատ մերանոց։ Ես հոպե կաղաքը աղոտ կնեի ու մտքի հապուշտագության մեջ դեսիք մվեսա։ Ամաննը մեծ գդավի բես, չորս ծայրեն երկինքեն գաղված, իջավ ու ինչ հետ ինձի հասավ, որում վրա աչկս տնգեր գնայի և տեսա չոր կոդանիներ ու կազաններ և սողուներ ու երկնքի թրջուներ։ Եվ ցայն մնասեցի, որ գսենցի ելիր Պետրոս, մորթե ու գեր։ Բայց Եսուսի կապլիցի դեր, վասնզի բիրց կամ անմակուր պանը ամեն էվին մդատ չեն դրանց։
Երկրորդ անգամ ցայն երկինքն սա, ցայն, որ Աստված մաքրեց, թուն դից մի սևեր։ Զայն, որ Աստված մաքրեց, թուն դից մի սևեր։ Ասիկա 3 անգամ գտնվեցավ ու բոլորը երկինք կաշվեցավ։ 18-րդ գլուխի 15-ը այս բաները լսելով ցայներին գդրեցին եւ Աստված կփարավորեին ու գսեին ուրեմն Աստված հեթանոսներուն ալ կյանքի համար ապաշխարություն տվավ։ Ստեփանոսի մահվան վրա եկած նեղություններեն ցույցան եղած ները մինչև Փյունիգե, Գիբրոս եւ Անդիոք հասան, բայց ովևէ մեկուն Աստծո խոսքը չէին խոսել միայն հրեաներուն։ Անոնց մի ոմանք Գիբրացի եւ Գրենացի մարդիկ էին, որոնք երբ Անդիոք մտան, հելենացիներուն հետ կխոսեին դեր Հիսուսը քարոզելով։ Դիրոջը ցերկանոնց հետ էր։ Բազմաթիվ մարդիկ հավատալով Դիրոջը դարձան։ Այս լուրը Երուսաղեմի եկեղեցիական չասավ ու Բարնաբաս հրավեցին որպեսզի մինչև Անդիոք երթա։ Որ եւ գնաց եւ Աստծո շնորհը տեսավ, ուրախացավ ու գհորտորեր ամենքնալ, որ հոժար սրտով Դիրոջը կապված կմնային։ Քանզի ինքը բարի մարդ էր։ Դարձյալ հատվածը այն օրերը Երուսաղեմի մարգարեները իջան Անդիոք։ Անոնց մեկը Ակաբոս անով ելավ իմացուց հոգին զորությունովը, թե մեծ սորմը բիդելա բոլոր աշխարհը, որ իրավես եղավ Ղեթյոսի օրերը։ Աշակերտները որոշեցին, որ հենց ամեն մեկը ձեռքեն եկածին չափ Հրեաստանի մեջ բնակող եղբայրներուն օգնություն ղրկեն եւ այդպես կատարեցին երեսներու ղրկելով Բարնաբասին ու Սովոսին ձեռքով։ Դերը օրները խոսքին ընթերցումը։ Հիմա մտնանք հիմնական ներդրին։ Այս հատվածի մեջ, որ գարտացվեցավ 4 հիմնական խորհուրդներ կա, ուզեմ ձեզ հետ բաժնեկցած ելալ։ Առաջինը Աստծո գողնաբահ չլալը։ Աստված գողնաբահ չէ։ Աստված աչարություն չունի։ Խտրականություն չունի։ Մենք կտեսնենք Պետրոս Արաքյան ստիպված ուզեց ինքնին արդարացնել այն ինչ որ պատահած էր, ինչ որ գարտացինք հիմա։ Պատմեց, հայտնեց այն միտքը, որ Աստված իրեն հայտնած էր ինք Աստվածո մասին է խոսքը, ինք անմաքուր կամ անարժան չէր սևեր որևէ մեկը, որում ինք մաքրած էր։ Հիմնական խորհուրդը հետևյալն է։ Աստծո փրկության ծրագիրը, փրկությունը բոլոր մարդկության համար է, համայն մարդկության համար է, դիեզերական է։ Այս խավին համար չէ կամ այդ խավին, երկարին, գարջին, ասինչ ցեղին կամ անին ցեղին, ասինչ հարանվայնության ոչ, բոլորին համար է, անխտիր, որովհետև Աստված իր միածին զոհեց ինձի եւ քեզի համար, որովհետև դու ապրիս, կյանք ունենաս, փրկության այդ ծրագիրը բոլորին համար է, ինձի եւ քեզի համար է։ Համասայնի կարգանին, եթե փրկությունը ընդունիք հավերական կյանք կունենաք, որովհետև Աստված անաչար Աստված է։ Իսկ երկրորդ կարևոր կետը Անդիոքի եկեղեցի հրաշքը, որ դարձյալ գարտացվեցավ։ Եթե թերթանեք, պիտի չի տեսնեք այնպիսի նշմարելի հրաշքը, որ ասինչ հրաշք կատարվեցավ անվանակ։ Մենք գիտենք Հիսուս հրաշքներ կատարեց, տարբեր իսակ, կույրերուն աչքերը բացավ, անդամալույցը ոտքի հանեց, մահացածը կենդանացուց եւ շատ այլ հրաշքներ, սակայն ոսեր մենք հրաշք չենք տեսնել։ Ինչի մեջ կգայանա հրաշք հասկացողությունը։ Եթե նկատի առնենք, հավատացյալները հալածանքի մեջ էին։ Եվ առաջին զոհը Սուրբ Ստեփանոս նախապագային եղավ, քրիստոնեության համար։ Իսկ հավատացյալները սկսան ծրվիր աշխարհում մեկ, մինչև հասան Անդիոք, հռոմեական գրաշության սիրտը։ Ինչու մենք գայանա հրաշքը, ինչի մեջ է հրաշքը։ Այն հավատացյալները, որ Երուսաղեմի մեջ էին դգար, ինգած, վախտոտ, կհասնին հրոմ և կսկսին քաշությամբ քարոզել։ Ավետարանչություն ստաննել։ Ոչ թե սահմանապակված լավ միայն հրեաներով ոչ,
Հաբա նաև հուներուն և համայն մարդկության և գսե Աստծո խոսքը դիրոջը ձերքը հանոց վրա է, Աստծո շնորհքը հանոց վրա է։ Մարդիկ հետաքրքիր են ընդհանրապես Երուսաղեմի եկեղեցին ինչ կվտահի, ինչ կվտահի, Բարնաբասը կվարկեն, գնան դիտան նա ինչ կա, Բարնաբասը կվարկեն, և Բարնաբասը կա դեսնե այն Աստծո զորությունը հրաշքը որ կգործե հավատացյալներու մեջ, դգարները զորացած են, ինգազներ ելած են, Աստծո խոսքին հունդը հասած է Եվրոպա, և Աստծո թագավորությունը կուրժանա, հասնապատկվի, կընտարձակվի, Աստծո այդ շնորհքին իդես, ոչ թե քննադատեց կամ մեղադրեց, հաբա ինչ եղավ, քաչարերեց կսե, որպես իրենք ևս հավատքի մեջ զորանան, ամրանան և հաստատուն մնան։ Այս խորհրդին հետ միասին ուրիշ տակնված իրականություն կա։ Ես փաստացի օրինակ կուզեի գանցես։ Այս եկեղեցին ինչպես մեջտեղ եղավ։ Այս եկեղեցին որ դուք հիմա կհաջողեք, Տիրոջ ներկայության մեջ եք, Տիրոջ ներկայությունը կվայելեք, Տիրոջ ներկայության զորությունը կվայելեք, ինչպես մեջտեղ եղավ։ Եթե ոչ դարավանքիմը արդյունք մնի։ Սուրիո պատերազմի պատճառով մեր սիրելի եղբայրներ և քույրերը ծրվեցան աշխարհում մեկ հասնելով Հայաստան և այստեղ բնակեցություն հաստատեցին։ Սակայն հավատարիմ մնալով իրենց այդ սկզբունքին, այդ կարճացության Աստծո աբեդարամին, Աստծո խոսքին, այստեղ ևս հաստատեցին եկեղեցին։ Աստծո հունդը, խոսքի հունդը այստեղ ևս ցանվեցավ մարդկանց սրտերու մեջ, որպես ծլի ծաղկի ծնունդ տա։ Եթե այդ հունդը չմեռնի, պիտի չի ծաղկի։ Այնպես որ Աստված ամեն չար իրողություններ շատ անգամ բարի գործակից կդարձնի։ Չսես որ ես դժվարություններով հանդիպիմ, ես նեղություններով հանդիպած եմ, Աստված ինչու համար արտունեց, որ այս դժվարությունը կամ նեղությունին հանդիպի։ Լավ իմացիր։ Աստծո ծրագիրը քեզի համար հարորության ծրագիր է և փորձալիք։ Ամեն և Աստված ամենակարող Աստված է։ Աստծո կողմը հնարին բան չկա։ Աստված ամեն դժվարին կորձ այնպես կնե, որ քեզի հարորության ծրագիրի համագեցել է։ Աստված մեր դժվարություններն ու հարազատները կրնա վերածել ավետարանչության և սահմանները ընդարձակել։ Երրորդ խորհուրդը քրիստոնյա գոչվելու պատիվը։ Քրիստոնյա գոչվելու պատիվը։ Եթե դու հայր ունենաս ու հայրը թագավոր է, պատկերացրեք, ամեն մեկը իր հայրը թագավոր է։ Եթե հայրը թագավոր է, կնշանակի թագավորին վայել գեցված պետք է ունենաս, որպեսզի չարադավորես թագավորին անունը, և այդ մենք քեզի համար բանտ է։ Այստեղ մենք կլեսնենք քրիստոնյա։ Ինչ կնշանակի քրիստոնյա, եթե ոչ Քրիստոսի հետևող, Քրիստոսի աշակերտ եղող, Քրիստոսի պատվիրանները և պատվերները կատարող, Քրիստոսի խորհուրդներ ունեցող և իրենց կյանքը, այդ մեկը կտեսնենք, իսկ քրիստոնյայի պատիվի հետ կախված։ Մենք կտեսնենք Պողոս և Բարնաբաս, մինչ այնտեղ շրջան էին, սկսան հորդորել մարդկանց, քաչալերել, քնահատել իրենց և փրկության միջոց եղան, իսկ այդ մարդիկը, որոնք տեսան Բարնաբասի և Պողոսի մեջ Աստծո սերը, ողորմությունը, գթությունը իրենց կյանքերով դրսևորեցին, իդես այդ բանին, այդ մարդիկը, այս աշակերտներով ինչ անվանեցին քրիստոնյաներ, ինչու մա քրիստոններ, որով Քրիստոսի պատկերը իրենց մեջ կերտված եղավ։ Ամեն։ Եթե այսպես ծարի մնայիս, ծարի գարոս, այսի ծարի մաշենք, եթե ասի ծար համարենք և ծարին վրա խնձոր դեսնես, ինչ կսես, խնձորենի է, եթե տուց դեսնես, վիսես, տզենի է։ Այսօր մարդիկ երբ քեզի գնային ինչ կդեսնեն, Քրիստոսի պատկերը մեջը կդեսնեն,
ասի հարցական մնե։ Բոլորիդ ուղված հարցեր, մի դխրի, բայց ինքնա կնության համար պետք է ասվել։ Այդչոք մարդիկ քեզ նայելով Քրիստոս քո մեջ գերդված կտեսնեն, դու Քրիստոսը գարդացորես, քո խոսքով, քո գործով, քո գենցաղով, քո շարժարիքներով, քո վերաբերմունքով, արդահայտությունով, ներդրումներով, հակվածքով, չկվածքով, չմտնամ շատ հարցերներ։ Այնպես որ քրիստոնեային կյանքը Քրիստոսը դարձած է։ Մարդիկ պիտի տեսնեն այդ բաների մեջ։ Այդ ժամանակ իսկապես քրիստոնյա մի համավիս։ Մենք Քրիստոսին բադիվը բարձր պետք է վարենք։ Ուր որ երթա ասեցես Քրիստոսի աշակերտ է, որովհետև Քրիստոսի փուրմունք գային է։ Ուր որ երթա անշահոտեն զատ Քրիստոսի փուրմունքը տոկացել նայ։ Իսկ մեզ կսյա փորը։ Իսկ չորրորդ կետը վերջին կետն է։ Իսկ կորզնական սեր եւ օգնություն։ Ինչպես կարդացինք հատվածի մեջ, երբ Ագապոս մարգարեն հուշագեց, որ այդ ժամանակ սով պիտի դիրեր որոշ հատվածներ։ Մենք կտեսնենք հավատացյալներ առանց վարանելու, առանց երկմտելու, մեկ սիրտ, մեկ հոգի փութացին իրենց եղբայրներուն ցերկ եկարել։ Այն եղբայրներուն ոչ թե որ իրենց մոդն են, ոչ, իրենց մոդը չեն եւ անգամ չեն գիտեր, բայց իրենց եղբայրներն են, Քրիստոսի մարմինի մեկ անդամն են, սակայն հերու են։ Այդպիսին համար հանքանակություն ունին ամեն միջոց ի գործերին եւ իրենց ցերկ եկարեցին, իրենց եղբայրերուն, իրենց ընտանիներուն, այսինքն Քրիստոսի մարմինի անդամ եղողներուն հատկապես։ Եթե նույնական ուժանդակություն չունիս, խնդիր չէ, երկու անուշ խոսք չունիս ասելու, խրատական երկու անուշ բառ չունիս, հուսատրելու միջոց չունիս, երկամ թե այն միջոցներ, եթե մեկը դխրած է, իրեն այդ դխրությունը ձծելու, գուր դալու միջոց չունիս, ցերկը ուսին տնելով իրեն մխիթարելով միջոց չունիս, միջոցները շատ են, մի սեր որ ես նույնապես այդքան չունիմ օժանդակություն ունելու, ունիս շատ բան ունիս, Աստված բոլորին բամդված է եւ կրնակ տալ։ Այնպես որ եթե մեկը քեզի խոսք ունա եւ խոսքը չիրականացնի, ասինչ օր, ասինչ ժամուն, ասինչ տեղը պայմանավորված եք եւ չգա։ Ինչ կնշանակե, ինչ կնասել այդ մարդու մասին, ինչ կնասել, հարց կուտամ ձեզին։ Ինչպես? Ոչ լուրջ մարդ չէ, բարգեշտ մարդ չէ, սուտասան է, կերձավոր է, եւ այն շատ բաներ կնանսել։ Ավետարանը ինչ կսել, հավատքը առանց ապրիկ, կկաչալերեմ, հավատքը առանց գործելու մերած է, հավատքը առանց գործելու մերած է, եթե տուն հավատքի գործ եղող այդ երևույթները չունիս, հավատքդ մերած է, դու իսկապես քրիստոնյա չես, դու գերձավոր քրիստոնյա ես, դու մարմնավոր քրիստոնյա ես, վդուղդ թող հայտնի, վդուղդ թող որ իր հասունութենի ինա, հասունութենի ինա, դինեք ինչ կնշանակի, այսին վդուղ եվ որ համապես կհասունա, գծես ծար այլևս չի գնա գրել իրեն, գինա, և այնտեղ որ գինա, վդուղ ուտա, չորձած դերեմներու նման չի կաշվինք, չորձած դերեմնա կպրտի գինա, ոչ մեկ բան է միլանում, կամ են գգշե գտանի իրեն տեգը անորոշություն, ծեր բդուղներու հասունությունով ինքը հարկավաճեք, մեկցեք, զորացեք, ամրապտեք, Քրիստոսի տակավորությունը հասմապատկեցեք, ամեն, հալելույա, հալելույա, իշնարիք հավատք է միան կիսական խոսքեր, իշնարիք հավատք է, զոհողություն է, եղբայրասություն է, օժանդակություն է, գյունալան կաղապարը այդքան հստակ չլա, պիտի փորձեմ առավել ևս հստակացնեմ, հիմա խաղը խանենք, համաձայն եք, պատրաստ եք ծանչեմ լսեր,
Շատ բարի։ Ուրեմն խաղը հետևյալն է, պատկերացում իրոք։ Պիտի պատկերացնենք եւ այս բանվվածքի մեջ պիտի խորասուզվենք։ Ամեն մարդ պիտի սկա որ ինքն է թերագադարը։ Պատկերացուցեք այս սրահը պատկերացնենք, կամ ամեն մեկը իր տան մեջ։ Թուրերը փակ, մամուլ կոծված, դակ պայմաններ, նպրորին ես կոնդակը, դակ պայմաններ, հանգիստ, խաղաղ, ամեն ինչ ապահոված, իսկ դուրսը ցուրտ, փուք, ցույցածկած է, անգամ դուրսելու հնարավորություն չունիս, հանգարց թուրը զարմից։ Միկը օդարագանը թուրը կզարմի, և դու գնայիս ասպես օդարագանն է, ես հանգիստ պայմաններ մեջ եմ, ես հանգիստս չեմ ուժեղ հանգարեմ, խաղաղ իջավայրի մեջ եմ։ Իսկ այդ օդարագանը, եթե դու դուրսիկ ես, հավատացյալներու մասին է խոսքը, եթե հավատացյալ այդ օդարագանը դուրսիկ է, մահվան մի դեր ընթարկի։ Իսկ այդ խաղաղ վիճակը, հանգիստ վիճակը, որ ունիս, կսկակ չէ, հանգիստ վիճակի մեջ եք, բարոր վիճակի մեջ եք, եթե ասես այո ես այդ պայմանների մեջ կուզեմ մնալ և հրաժարիս օգտակար դառնալ է, այդ պայմանները ամբողջությամբ անիմաստ են, քեզի ոչ մեկ արժեք կգան, ոչ մեկ ներդրում պիտի ունենան։ Այսօր Քրիստոս անձանով քու սրտի թուրը կզարմի։ Գիտեք, Պետրոս Արաքյալը և առաջին աշակերտները իրենց հավատքի սրտի թուրները փագերին, մտածելով, որ Աստուծո փրկության ծրագիրը, փրկություն միայն իրենց ազգին համար է, միայն իրենց համար է։ Սակայն այսօր խոսքը գալիս է, որ այդպես չէ։ Այսօր Քրիստոս քու սրտի թուրը կզարմի։ Եվ քեզ գսե, բաց թուրդ, սիրելի հավատացյալ։ Դու որպես ես քրիստոնյա ես, հավատացյալ ես, բաց սրտի թուրը։ Դու շատ, այդ շատ օդարականներ կան, լքվածներ կան, վիրավորվածներ կան, խավարի մեջ եղողներ կան, լույսին չհանդիպածներ կան, խավարի ստվերի մեջ մահվան կենթարկվին։ Հաստուրդ որպեսի իրեն կարողանաս օժանդակությունը ցուցաբերել։ Ինքն Աստծո սիրուն և ողորմածության գարիք ունի։ Այդ խոսքով ինքը Տիրոջ փրկության գարիք ունի։ Եթե դու թուրը չիմանաս, դու չպիտի գնաս փրկել այդ անհատը։ Իսկ որպես հավատացյալ քու ջիդիկ բարդ կնեն, որ այդ մեկ գնես։ Հարցումը։ Ինչու դու խորեք։ Միտը ուրեմն իսե սիրտդ բաց է, այսպիսին սիրտդ բաց է, եկեղեցի թուրերը բաց են, դու ունիս այդ պապակը ծանկությունը, որ ոչ նմանդ ընդունիս, ոչ թե նմանդ, այլ ոչ նմանդ ընդունիս, գրես այդ մեկը, այդ պապակ ունիս, Գնանակ ես մետ ատներ են դա, այս դուն պետք է, որ Աստծո սիրույթ համար այդ մեկը ընդունիս և գրես գոչումը ձեզի հետևյալն է։ Եղիր Բարնաբասի պես, կարդացինք Բարնաբասի մասը, Բարնաբաս փոխանակ այմանելու մեղացելու եկավ քաչաներեց և հաստատ պահելու համար իրենց խրախուսեց, եղիր Բարնաբասի նման։ Ապրիկյանքը քրիստոնավայեր, որ բարձր բայեց Քրիստոսի պատիվը, մարդիկ երբ քեզ տեսնեն, քո խոսքերը տեսնեն, լսեն, քո կյանքը տեսնեն, քո շարժայիթները նկատեն, ապա քո մեջ գերդված տեսնեն Քրիստոսը։ Եվ իրենք ևս ճանչնան Քրիստոսը, եւ ընդունին որպես փրկիչ, որովհետեւ փրկությունը բոլորին համար է։ Առաջին մեր կետա բանի մասին կխոսի, փրկությունը դիեզերական է, բոլորին համար է։ Ասի ուրախ ունի։ Աստված կողմնակալ չէ։ Իսկ երրորդ, ցերկդ երկարես, ցերկդ երկարը օդարականին, գարոդյալին, ծանոթին, անծանոթին, բարեկամին, ցերկդ երկարը ինչպես Անդիոքի հավատացյալները անխտիր բոլորը ամեն մեկի իր հնարավորության և կարողության չափով
օժանդակություն ցուցաբերեց։ Թունալ բարդավորես այսօր այդ մեկը հնելու։ Եզի եզրապակեն խոսքը աղոտ կողմը։ Հիմա բախն է, որ մեր քրուխները խոնարեցնենք։ Մեկը իր կողքին թող չինային։ Իր արջև գտնվողին թող չինայի, ոչ իդեգո, ոչ աջ, ոչ ծախ, ոչ ալսե, դունս այդ պայմանները, այն պայմաններ ունին, ոչ, թող չինային։ Այսօր, հիմա այս բաղն է, որ մենք մեր ալիքը միացնենք Աստուծո ալիքին, մեր սրդերու մեջ, մեր հոգիները խոնարեցնենք, խոնար սիրտը Աստված կհաջի խոնարին է։ Իսկ եթե աղոտ կբացրացնենք, աղոտ կլսենք։ Այս աղոտքը, որ հիմա մի աղոտենք, սիրելի եղբայրս և քույրս, թող քու սեփական աղոտ կտնա, քու պապա կտնա, և այդ մեկ իրականություն թող դառնա քո կյանքի մեջ, և Տիրոջ առատ օրհնությունները, երկինքեն թող որ ճեղքե երկինքեն օրհնությունները քո վրա տապի։ Այդ մեկին համար եկուս է ամեն թողլա հոնարեցություն։ Սիրելի դերեկնավոր հայր, շնորհակալին քո խոսքիդ և Սուրբ Հոգիդ համար, որ կփանա մեր աչքերն ու սրտերը։ Կխնդրենք Տերը մեզի, ինչ մեր սրտերու մեջ բաներ շինած ենք և թատած ենք և ուշները կամ փակած ենք մեր դռները անոնց առջև, որոնք մեզի նման չեն։ Սովեցուն մեզի նային մարդոց քու աչքերով, քու սեփական աչքերով, ունենան քու խորհուրդներդ, կանտեմելեսին բոլոր այն նախաբաշխարումները ու վախերը, որ մենք հաստատած ենք մեր հոգին և սրտի մեջ։ Դուր մեզի Բարնաբասի հոգին քաչաներելու սիրտ ունենալ, որպեսզի կարենանք տեսնել և ուրախանալ քու շնորհքովդ ու շնորհու կյանքի մեջ։ Օգնի մեզ Տեր, մենք որ դգարարացնել ենք, օգնի մեզ ապրելու այնպես, որ մեր խոսքով, մեր գործով, մեր կյանքով, մեր կենցաղով, մեր շարժարիներով արժանիլան Քրիստոնյա անվան և մարդիկ մեզ տեսնելով ճանչնան քեզ որպես ներգրկիչ, իրենք ևս ընդունին, իրենք ևս ընդգրկվին փրկության ծրագրի մեջ, որպեսզի չգործվին հավահավիներական կյանք ունենալ։ Դու մեզ պատասխանատվության սիրտ ձեռք երկարելով և օգնելու բոլոր անոնց, որոնք կարիք ունին, մեր կարիք ունին, թուն այդ բանին համար մեր սրտությունները կտանես, շնորհ կրի, որ ընդառաջենք, թեկուզ և ոչ մեր նմանին։ Թող քո օրհնյալ ձեռքը դնա մեզ մեր յուրաքանչյուրի հետ, Հիսուս Քրիստոսի սուրբ և պատվական անունով կարոտել։ Ամեն։ Տիրոջ մովորտնացեք։ Գուզեմ բառնությունը պատմել կարդաց դարյալս նսերեի նույթի առաջությամբ է անց մի գետա քյուրմի մեջ կսկսի ծարայելու կծարայ ապրուի շատ մեզ քյուր չէ ասին փոքր է կնա 100-200 կինոս կծարայ 5 տարի, 10 տարի, 20 տարի իսկ ետ դեմ ուշան որ կմահանա և կթաղին իրեն քյուրմի մեջը 20 տարի ետ ուրիշ անցն բուկայ կսկսի այդ քյուրի մեջ ծարայելու կսկսի Հիսուսը պատմել իրենց, Հիսուսի մասին խոսել, հյուացերից է մի խոսել, ինչու կսե, այդ Հիսուսը անցյալին մենք հոստել եկավ, ապրեցավ տարեցին, գերդված էր Հիսուս անցին մեջ, իսկ մեր անցերու մեջ, թող որ գերդվի, թող որ մեր անցերը դիրոշմով պարկավաճի, իր հոգին թապի մեր վրա,
եւ մենք այդ հոգիով փոխենք։ Եկե փոխենք։ Շողովուրդ կդեսնեն, շողովուրդ կսկա, ինչ կսկա, դիլոջ ներկայացումը կսկա։ Մեր անձերը մեզի գնային, մեր թեմքին գնային դերոջ կդեսնեն։ Թող որ մեր թեմքերում նային եւ դերոջ տեսնեն։ Ամեն։ Եկեք այս երկրորդ շարունակենք, նոր երգ ունի։ Իրավաբանիկ վեսիրոդը վերները դիրոջ կործին համար կուանդերգուլում ատ դիրոջ նգրել և ես իր հրաշքներն ու գանքին մեջ։
Փորձը ես փորձը ես քարավանի գնիմ։ Չի փորձես կմնաս խեր մնանք։ Այսօր փորձես դիրոջ օգնությունները գտանք։ Այսինքն պարսահոս մի հանցնեմ երբով